Բարել չիմացող մարդկանց գտնենք, բարել սովորացնենք, չէ, ժողովուրդ ջան։ Էնա մարդ կա, քելեք։ Բարի գալուստ, բարել չգիտեմ, երկրորդ եթերաշրջան։ Առաջի սեզոնը ինձ թվում է հաջողեցինք։ Հիմա պետք է ոնց որ այն որ երկրորդ թափը տանք էլի դրան։ Սկսեցինք, երկրորդ եթերաշրջանը շատ բուրն է, շատ նոր մարդիկ եկան թիմ։ Ես Մարիամն եմ, Ստեփանավանից եմ։ Հանուր առմամբ ներգրաված եմ համայնքային կյանքում, շորտ ակտիվությունների եմ մասնակցում, տարբեր նախաձեռնությունների։ Եթե այս վիդեոն դուք տենում եք, ասենք, այսօր ոչ թե մի ամիս հետո, դա մեծ մասամբ նրանից է, որ Մարիամը եկավ մեր թիմ ու սկսեց բոլորիս անընդհատ ամեն վարքյան հիշացնել, որ եկեք էսի անենք, սրա վաղտան ժամանակ գնաց, այս շաբաթը ինչ է։ Ուրեմն հունվար ամիսն էր, բարի էի գնում, տենում էի, որ ինչ-որ նկարահանումներ են անում, բան, տենց ասում էին չեք անում, ոչ մի բան չէին ասում։ Հետո տենց մի օր պրեմիերա արեցին, տեսա ինչ են անում, ասաց դզեց, ես էլ եմ ուզում մասնակցեմ։ Իրականում, որ թմում նոր մարդիկ ավելացան ու իրանց նոր գաղափարներով եկան, էլի մոտիվացիաս հետ եկավ, որովհետև իրանք էլ էին շահագրգռված ու իրանք էլ նոր մտքեր բերեցին ու ասացին, չէ, իրատեսական է այս ամեն ինչը։ Ես էլ եմ արդեն հավատում, որ կլինի վсё-таки։ Ու նաև այս առաջի սեզոնից հետո լիքը մարդիկ կոմենտներ թողեցին, որ շատ լավ գործ եք անում, կիսատ չթողեք, առաջ գնացեք, մենք ձեր կողքին ենք։ Ու սկսեցինք մտածել, թե ինչ պետք է անենք երկրորդ եթերաշրջան, որ լինի ոչ թե ուղղակի վիդեոների շարք, որտեղ որ մենք դուրս ենք գալիս, անցորդներին սովորացնում ենք բարել եւ այլը, այլ այդ ամեն ինչի մեջ նաև լինի ինչ-որ մի ուսուցողական բան, որ մեզ նայող երիտասարդը կապ չունի ինքը որտեղ է գտնում Հայաստանում թե Սփյուռքում, բացի այն որ տենա մեր օրինակով ոգևորվի, որ մենք sense բան ենք կարացել անենք ու ինքն էլ փորձի նման մի բան անի, նաև ինչ-որ մի բան սովորի մեր վիդեոների մեջ։ Ռամ պատատում, պատառում, պատատամ տամ, պատառում, պատատում, պատատում, պատատում տամ։ Համզարա բառը ըստ մեր ունեցած տվյալների եւ ըստ մեր ունեցած գրականության թովմա արծրունու հիմնած թոմարզա, այնուհետև տարադարձած թամարզա, թամզարա այս տեղանունից է բխել, ասում են, որ պարը ծնունդ է առել այս տեղանքից եւ տարածվել է գրեթե ամբողջ հայկական լեռնաշխարհում։ Նաեւ կարեւոր եմ համարում եւ հատկանշական է ասել, որ նաեւ տարածվել է պարը մեր հարևան ժողովուրդների մեջ, մասնավորապես պոնտացի հույների մոտ։ Շատ լավ եմ տրամադրված, ունեմ մեծ սպասելիքներ։ Ես նույն դավոն եմ, էլի 18 տարեկան, բայց արդեն ամուսնացած եմ ժողովուրդ ջան։ Ողջույն ձեզ։ Ես Էդմոնն եմ, Ստեփանավանից։ Էդմոնը քաղաքի հայտնի դեմքերից է եւ իր դեմքը կարելի է ասել ասենց գովազդային դեմք է ու քաղաքում ինչ գովազդ նկարվում է, մարդիկ իրան են առաջինը տենում ու եթե ինքը մեր թիմ ընդգրկվեր ու մեր վիդեոների մեջ իր դեմքը երևար, ինձ թվում է Ստեփանավանցիների մեծ մասը իրան ճանաչելով արդեն որոշակի հետաքրքրություն ու վստահություն կցուցաբերեին մեր վիդեոների հանդեպ։ Էդմոնը իմ ամենասիրելի կերպարներից մեկն է։ Ինչու, որովհետև ինքը շատ գործին նվիրվող մարդ է։ Շատ դրական կերպար է Էդմոնը, ես Էդմոնին շատ եմ սիրում։ Համզարան հասարակ, հեշտ բարվող բառ է, բոլոր մարդիկ կարան սովորեն, եթե ինչ-որ մարդ էլ ասի ես լավ չեմ բարից, հեռու եմ բարից, բայց այդ շատ հեշտ շարժումներ է։ Կոմիտասն ասում էր, որ Թամզարան ապրում էին հարսանեկան ծիսական արարողությունների ժամանակ եւ ինքան իմաստավորված էր բառը, որ հարսանիքի մասնակիցները ունեին ամեն մեկն իր տեղը, իր ուրույն տեղը ուներ պարաշարքում, խառը դասավորությամբ չէին կանգնում, այլ հենց հարսանիքի մասնակիցները հստակ ըստ իր ունեցած դիրքից, թե հարսանիքում խաչեղբայր է, թե հարսանիքում քավոր է, թե ծնողն է փեսայի, իրենց տեղ ունեին պարաշարքում, պարաշրջանում։ Անունս Էմիա, ապրում եմ Երևանում, սովորում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Այս վիդեոյի մեջ, օրինակ, եթե դուք տենում եք սիրուն պատկեր, համահունչ, գեղեցիկ, գույնավոր, լուսավոր եւ այլը, դա նաեւ մեծ մասամբ նրանից է, որ մեր թիմում կա Էմի անունով մի մարդ,
որ շատ ուշադրություն է դարձնում մանր դետալներին, որին մենք շատ ժամանակ ուշադրություն չենք դարձնում։ Հա, ասենք օրինակ, չգիտեմ, մի հատ վիդեո ենք արել, որի մեջ Արսենի ակնոցների վրա, չգիտեմ, մի հատ լաքա կար, էդի ոչ մեկ չի նկատել, բայց Էմին դրե մի 156 անգամ նայել է, ու էդի նկատել է, ու ասում է եկեք այս վիդեոն նորից նկարենք։ Ուրեմն ես ծրագրի մեջ եմ դեռ առաջի եթերաշրջանից, բայց առաջի եթերաշրջանում աշխատում ենք դեռ կադրից դուրս, կազմակերպչական նկարահանելու ինչ որ սցենարների հետ կապված գործերով, բայց հիմա նաև աշխատենք տեսախցիկի հետ հուսանք։ Թիմում այս պահին զբաղված եմ արտաքին կապերով, ինչ որ մարդկանց հետ ծանոթություններով, ու մեկ է ինչ որ ձև նաև մեր գրաֆիկներն եմ դասավորում ժամանակի հետ կապված ինչ որ բաներ հստակացնում, փորձում կարգավորել, օր-ժամ հստակեցնել։ Արևիկ, 18 տարեկան, շատ ուժեղ գաղափար կա այս ամեն ինչ մեջ, եթե լուրջ։ Հիմա եթե ինչ որ անծանոթ մարդու նստես պատմես, ինքը կարող է ստել լավ բարապ մարդիկ եք ինչով եք զբաղված կամ ավելի լուրջ գործ դուք չունեք անելու, բայց եթե խորանաս, ամենափոքր գործերից է երևի սկսում հենց հայրենասիրությունը։ Օրինակ ինձ թվում է, եթե մենք էլ իրանց նման ուղակի նստեինք ու խոսայինք շատ սիրուն հայրենասիրության մասին, էլի բան չէր փոխվելու, իսկ սենց գոնե օրինակ ես ձեր միջոցով իմացա օրինակ ազգային բարերը։ Ես Կարինեն եմ, 20 տարեկան, ես սովորում եմ թարգմանություն, անգլերեն, հայերեն։ Թարգմանությունը պետքա, որովհետև ունենք Սփյուռքից շատ դիտորդներ, նայողներ, ովքեր որ ուզում են նայեն մեզ, բայց չկա հնարավորություն, որովհետև չեն հասկանում հայերեն ու շատ լավ հնարավորություն է թարգմանելը, որ իրանք էլ տեսնեն, թե մենք ինչ ենք անում ու ինչու ոչ, եթե ցանկանում են, նաև մեզ միանան։ Մինչև առաջի սերիան նկարելը ես Թամզարապարը այդքան էլ չէի սիրում, որովհետև իր բարի ձևով ինձ այդքան է դուր չէր գալի, ինձ թվում է այդ կապված էր նրա հետ, որ ես բարի մասին շատ տեղեկություն չգիտեի։ Թամզարանների բոլոր գրառված տարբերակները գրեթե բոլորը 9/8-ական չափի են։ Պատատում, պատառում, պատատամ, տամ, պատառում, պատատում, 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 տամ, պատա եւ վերջին հաշիվներին կատարվում են զույգ հարվածներ։ Ինչ նշանակություն ունեն այս հարվածները Թամզարապարի մեջ, սրանք բուն չարխափանելու չարխափան նշանակություն ունեն, երբ որ հարսը պիտի փեսայի դրանշեմը հատի, ափսեն չի գցում կոտրում, չէ, ափսեն չի խփում պատին կոտրում, այլ ոտքով ամբողջ ոտքով հարվածում են գետին դրված ափսեին ու կոտրում են չարխափանելու համար, նոր արդեն բարի ոտքով մտնում են փեսայի դրանշեմը։ Այս նույն բովանդակության եւ այս նշանակության շարժումներն են սրանք։ Մեր պարային մշակույթում շատ են այսպիսի շարժումները, երբ որ չարը խափանելու համար կրունգով կամ ամբողջ ոտնաթաթով հարվածում են գետնին, փորձելով չթողնել, որ դեպի կենցաղ գան չար ոգիներն ու չար ուժերը։ Բայց հիմա համոզված եմ, որ ճիշտ ընտրություն են կատարել Թամզարան ապարելու համար,